Բարև ձեզ, ողջունում եմ բոլորիդ, շատ շնորհակալ եմ, որ մեր հրավերը ընդունել եք։ Ուրեմն Սպարապետ հանրային քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնը իր հերթական քննարկումն է կազմակերպել եւ քննարկումը նվիրված է Եվրասիական միության եւ Եվրոպական միության դիլեմային։ Մենք բոլորս հասկանում ենք, որ Եվրոպական միություն ցանկացած տարբերակում մենք չեն կարող անդամագրվել եւ նաեւ հասկանում ենք, որ հիմա աշխարհում այնպիսի իրավիճակ է, որ Եվրոպական միությունը պետք է հասկանանք ինչ տնտեսական քաղաքականություն է կառուցելու, ինչ անվտանգային համակարգ է ունենալու, թե չունենալու։ Նույնը վերաբերում է Եվրասիական միությանը, որը հարափոխող աշխարհում այդ տուրբուլենտության մեջ նույնպես իր ապագա տեղը պետք է գտնի, առավել ևս փոքր երկրների մասին մենք չենք խոսում, փոքր երկրները ինչպես իրենց բային առաջերտին անվտանգային առումով, երկրորդը անվտանգությունը նաև վերաբերվում է տնտեսությանը։ Այնուամենայնիվ, քանի որ նման կեղծ դիլեմա այնուամենայնիվ գոյություն ունի, սա առիթ կլինի մեր համար, որպեսզի մենք քննարկենք եւ առհասարակ հասկանանք Հայաստանը եւ աշխարհաքաղաքական առումով եւ տնտեսական առումով որտեղ է գտնվում, ինչ իրավիճակում է եւ մենք ինչ հեռանկարներ ունենք կամ չունենք, այդպես վատատեսական սցենարն եմ ասում։ Այսօրվա մեր քննարկմանը շատ հետաքրքիր զեկուցողներ ունենք, որոնց ես շնորհակալ եմ, որ իրենց ժամանակը նվիրեցին մեզ, այսօր մեզ հետ իրենց ելույթները ունենալու համար։ Մենք ունենք նաև մեկ մասնակից Նյու Յորքից, դա պրոֆեսոր Ալեքսանդր Գևորգյանն է, որը Նյու Յորքից շատ հետաքրքիր պրեզենտացիա է մեզ համար կազմակերպել, սակայն մինչ այդ ես կարճ ողջույնի խոսքի համար խոսքը տրամադրում եմ Սպարապետ կենտրոնի նախագահ Գարեգին Մանուկյանին։ Շնորհակալություն Ստեփան։ Նախ եւ առաջ հարգելի հյուրեր, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեզ բոլորիդ, որ այսօր մասնակցում եք Սպարապետ հանրային նախաձեռնությունների կենտրոնի հերթական քննարկմանը։ Այսօրվա աշխարհում ապատեղեկատվություն եւ փաստերի խեղաթյուրումը դարձել են սովորական երևույթ։ Ցավոք այս խեղաթյուրումների մշակույթը շատ հաճախ օգտագործվում է իշխողների կողմից հանրային ուշադրությունը շեղելու, հրատապ ազգային խնդիրներից, նաև քողարկելու կառավարման բացթողումները եւ ինչու ոչ մշտապես հանրությունը պահելու մոլորության մեջ։ Ուզում եմ նաև այս կապակցությամբ նշել, որ թեև ժամանակակից տեխնոլոգիաները անսահման հնարավորություններ են ընձեռում, սակայն նրանք նաև արագացրել են ապատեղեկատվության տարածումը եւ այդպիսով դժվարացրել են ճշմարտությունը եւ կեղծիքը տարանջատելուց։ Մեր քննարկման այսօրվա թեման է Հայաստանի ռազմավարական տնտեսական ընտրությունը, Եվրոպական միության անդամակցություն եւ թե Եվրասիական տնտեսական միության շարունակական անդամակցությունը։ Վերջերս այս թեման դարձել է լարված բանավեճի առարկա։ Այս հարցը շատ հաճախ է նետվում պոպուլիստական դաշտ եւ սավալուն դիսկուրս մոլորեցնելու հայկական հասարակությունը եւ այն պատրաստելու նաեւ որոշումների, որոնք պարտադիր չէ, որ կայացվելու են Հայաստանի շահերից ելնելով։ Հետևաբար մեր այսօրվա ամենակարևոր նպատակն է հիմնվելով փաստերի վրա վերլուծել երկու տարբերակների հնարավոր թերություններն ու օգուտները։
մենք նաև փորձելու ենք ուսումնասիրել Հայաստանի տնտեսական առնվարական այլընտրանքները եւ որոշել կայուն զարգացման առավել նպաստավոր ուղին։ Այսպիսով մենք ուզում ենք բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը, որ քաղաքացիները կարողանան տարբերել ազգանպաստը կեղծիքից։ Համոզված եմ կհամաձայնենք, որ Հայաստանի ընտրությունը Եվրոպական միության եւ ԵԱՏՄ-ի միջև ոչ միայն տնտեսական կամ աշխարհաքաղաքական հարց է, սա հիմնադիր խնդիր է, որը կապված է Հայաստանի ազգային ինքնության, ինքնիշխանության, անվտանգության եւ ապագայի հետ։ Այս ընտրությունը ոչ պարզ է, ոչ էլ երկակի։ Յուրաքանչյուր ուղի առաջարկում է հատուկ հնարավորություններ եւ լուրջ մարտահրավերներ, որոնք պետք է մանրակրկիտ կշռադատվեն։ Անկախ արտաքին ճնշումներից Հայաստանը պետք է ինքնիշխան որոշում կայացնի, առաջնահերթություն տալով կայուն տնտեսական աճին, ազգային անվտանգությանը եւ իր քաղաքացիների բարեկեցությանը, իհարկե պահպանելով իր մշակութային եւ պատմական ժառանգությունը։ Հուսով եմ, որ այսօրվա քննարկումը կնպաստի, որ այս կարևոր որոշումը ի վերջո կայացվի խորը վերլուծության, ռազմավարական հեռատեսության եւ Հայաստանի ապագայի հստակ տեսլականի հիման վրա։ Խոսքս ավարտելուց առաջ կազմակերպիչների կողմից ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր այսօրվա զեկուցողներին եւ բանախոսներին, իսկ ձեզ բոլորիդ խնդրել, որ զեկույցները լսելուց հետո ակտիվ մասնակցեք քննարկմանը։ Շնորհակալություն։ Շատ հետաքրքիր եւ կարեւոր ելույթ եմ ակնկալում Տիկին Կարինե Մինասյանից։ Տիկին Կարինե Մինասյանը ինքը վարել է ԵԱՏՄ մտնելու բանակցությունները, ինքը եղել է ԵԱՏՄ ներքին շուկաների ինֆորմացիոն տեխնոլոգիաների ինֆորմատիզացիայի կոլեգիայի անդամ, նախկին անդամ, նախարարի կարգավիճակով եւ ես ակնկալում եմ, որ Տիկին Մինասյանի ելույթը լինելու է շատ հետաքրքիր եւ շատ օգտակար եւ մենք ավելի լավ կպատկերացնենք ինչեր իրենից ներկայացնում ԵԱՏՄ մտնելը, արժեր մտնել, չարժեր մտնել, այդ մտնելը մեզ ինչ է տալի, բացի ընդհանուր շուկայից կան նաեւ նույնպես շատ հետաքրքիր ոլորտներ, որոնցից մենք օգտվել ենք։ Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, я перейду на русский, если позволите, баланс надо сохранить с английским, да, Запад-Восток. Прежде всего, позвольте поблагодарить организаторов за предоставленную возможность, потому что действительно эта тема на сегодняшний день актуальная, важная. Я была одним из переговорщиков о вступлении, и позвольте мне немножко сделать такой, хотя времени мало, небольшой экскурс в историю и немножко рассказать о том, как принималось решение о вступлении в Евразийский Союз и почему, и, в общем-то, что мы сейчас имеем, как двигаться дальше. Более такие концептуально-смысловые попытаюсь рассуждения с вами провести, а вы, если найдете нужным, потом как-то отреагируете или зададите соответствующие вопросы. Итак, как говорил один из основоположников теории интеграции Баласа, интеграция – это процесс и состояние дел. И никогда невозможно говорить об интеграции в одном моменте. И то же самое было с Европейским Союзом.
процесс шел десятилетиями, пока не оформился в некий союз в 90-х только годах. Хотя начинался он в начале 50-х еще с вопросов обеспечения безопасности. Да? Европейцы сказали, давайте мы сейчас лучше заключим экономический мир, чем мы будем все время воевать за ресурсы. Это исторически признанный факт, и, в общем-то, на этом я хочу в определенном смысле закрыть политическую тему или политических предпосылок, связанных с безопасностью Армении в контексте вступления в Евразийский экономический союз. Хочу с вами поговорить в основном о культурных и экономических аспектах нашей евразийской интеграции. Постараюсь погромче. Итак, в каких концептуальных, я возвращаю вас в 2013 год и хочу поговорить о том, в каких концептуальных культурных рамках принималось решение. Прежде всего, основная из концепций – это концепция христианского мира и участие Армении в христианском мире интеграционным. Почему я провожу такой параллель? Потому что вы помните, к тому времени уже Грузия попала под влияние турецкое, и мы видели, собственно, куда идет этот вектор с точки зрения экономической интеграции с Европой. Фактически эта интеграция с Турцией происходила в основном. Вторая очень важная культурологическая рамка, в которой принималось решение, это, конечно, армянский мир. Именно в то время в Армении был создан Совет по конкурентоспособности, в том числе с участием премьер-министра, правительства, и Рубен Вартанян, с другой стороны, был инициатором этого важного процесса, где обсуждалось как раз вот те вопросы, о которых сегодня говорил первый докладчик, господин Геворкян, о возможности привлечения миллиардных инвестиций и привлечения того интеллектуального потенциала, который есть накопился у армян в мире. То есть концепция армянского мира тогда тоже была актуальна. И третья концепция, которая была актуальна в тот момент, для того, чтобы понимать, как принималось это решение, это, конечно, концепция интеграции. Тогда еще был 13-й год, вы понимаете, да, еще до Крыма, так сказать, 13-й год, когда все верили, конечно, это неправильно с точки зрения прагматичной экономической политики, но было понимание или видение того, что интеграция может иметь место быть. То есть интеграция Европейского Союза и интеграция Евразийского Союза. Очень активно в тот период велись переговоры между Таможенным союзом и Евразийским экономическим пространством и Европейским Союзом о сближении экономических регуляций и о возможности реализации этой концепции от Лиссабона до Владивостока. Это третья, одна из самых важных таких рамок, в которых шли вот эти рассуждения. Конечно же, вступление в Евразийский союз не было принято в одну ночь, как об этом любят говорить на сегодняшний день. Еще в апреле 2013 года был подписан меморандум, есть эта вся информация в интернете, о сотрудничестве правительства Армении и Евразийской экономической комиссии, в рамках которой уже начались вопросы исследования, изучения о возможности присоединения Армении к Евразийскому экономическому союзу. И была создана рабочая группа, было проведено большое количество исследований, которые, в общем-то, привели к рекомендациям высшему руководству о необходимости, в том числе и с точки зрения экономического блока, о необходимости рассмотрения этого вопроса о вступлении в Евразийский экономический союз. Какие были экономические условия в тот момент, в момент вступления в Евразийский экономический союз?
Я буду говорить в основном об институциональных. Цифры как бы у всех понятно, да, что основной партнер России в то время была основной торговый партнер. Европа тоже была нашим партнером, но в Европу мы в основном экспортировали товары с низкой отдачей и, ну, понятно, да, в основном ресурсы, минеральные ресурсы. Итак, с точки зрения торговой политики, на момент принятия решения о вступлении в Евразийский союз Армения уже проводила торговую политику в рамках так называемого Вашингтонского консенсуса. Все вы, наверное, знакомы с этой политикой либерализации, которая была, в общем-то, принята в Армении к тем годам, и в рамках нашего вступления во Всемирную торговую организацию тарифная защита нашего внутреннего рынка находилась приблизительно на уровне 2-3%. Вступление в Евразию, то есть, ну, фактически мы свой рынок открыли еще в 90-х и подписали как бы об этом соглашении уже в 2003 году в рамках Всемирной торговой организации. То есть тарифная защита практически не осуществлялась. И торговая политика в Армении, в общем-то, была не в приоритете в тот момент. Вступление в Евразийский экономический союз давало нам возможность на тот момент повысить нашу тарифную защиту до 13% и с естественным постепенным понижением по основным товарным группам, которые важны с точки зрения потребительского спроса, до 8%. Ну, тогда еще и Россия вступила в ВТО, поэтому до того момента, пока наши льготы от вступления в Евразийский союз сводились к нулю, в Евразийском союзе тарифные пошлины уже снижались. То есть мы приходили к такому балансу к 2020-2022 году. В общем, сейчас мы пришли к этому балансу, несмотря на то, что вступление в Евразийский экономический союз позволило нам еще и усложнить наши тарифные подходы. Что это означает? Это означает, что мы не по большим тарифным группам уже ввели тарифы, то есть взяли тарифную сетку Евразийского союза, а более такую точечную возможность имели приводить более точечную торговую политику и принимать в ней участие. Это один из основных таких аргументов с точки зрения торговой политики, не говоря уже о тех инструментах, которыми мы, к сожалению, в Армении не имели возможности пользоваться в силу субъективных ряда и объективных причин, ну, в том числе и малая страна, в том числе и наличие компетенции или отсутствие компетенции по защите своего внутреннего рынка. Надо сказать, что в 2011 году первый раз в Армении была принята промышленная политика, и вопросы защиты внутреннего рынка, возможности субсидирования и использования различных инструментов для поддержки внутренних производителей имели очень большое значение. Второй очень важный вопрос при вступлении в Евразийский экономический союз – это, конечно же, наша политика безопасности. Политика, направленная на безопасность товаров, в основном на безопасность товаров, обращающихся в Евразийском экономическом союзе, в том числе на территории Армении. В чем вопрос? Вопрос в том, когда ты имеешь свою собственную внутреннюю такую институциональную структуру защиты внутреннего рынка, именно с точки зрения безопасности, имея очень маленький рынок, вы понимаете, да, вопрос сертификации, вопросы проверки и предоставления гарантий безопасности того или иного товара, эта институциональная среда очень, очень медленно развивается. У нас на тот момент, в 2013 год, не было нормальных лабораторий, которые бы проводили нормальные исследования безопасности. Сейчас мы пожелаем, с точки зрения здравоохранения, той политики, даже не политики, а того состояния дел, которое мы имели с точки зрения безопасности,
когда смотрим на наши показатели, связанные со здравоохранением. И когда мы получали возможность проводить сертификацию товаров, экспортируемых товаров во внутренних, в лабораториях нашей страны, естественно, эта инфраструктура тоже начала развиваться. Мы получили нормальное развитие, в том числе и этого сектора, и с точки зрения определенных гарантий безопасности товаров, обращающихся на нашем рынке. Третья очень важная история, связанная с энергетической безопасности. Здесь не буду распространяться, вы прекрасно знаете, цены на газ – это существенная компонента и в тот момент, я думаю, что сейчас очень важно, что мы получаем самые низкие цены на газ по сей день от Российской Федерации, и, естественно, ядерное топливо тоже вопрос обслуживания с атомной электростанции и так далее и тому подобное. Энергетическая безопасность тоже в приоритете. Четвертый вопрос. На тот момент около 2 миллионов мигрантов находилось на территории пространства Евразийского экономического союза. Вы понимаете, что дополнительные, и коллега тоже говорил о важности для нашей экономики, в том числе и трансфертов, в условиях отсутствия большого количества высокооплачиваемых рабочих мест, обеспечение для мигрантов на пространстве Евразийского союза хороших условий имело тоже принципиальное значение. Тогда мы получили, естественно, равные условия для рабочей силы, выезжающие из Армении в Евразийский экономический союз, и получили в том числе и бесплатное медицинское обслуживание нашей рабочей силы, что очень важно, наших мигрантов на территории Евразийского союза. Да и, в общем, конечно, вы понимаете, в том числе и другие вопросы, связанные с пребыванием мигрантов на территории других стран. Еще очень важный вопрос – это вопрос, связанный с расширением экономического суверенитета. Вы знаете, что в Евразийском экономическом союзе решения принимаются консенсуса, и решения принимаются на равных. То есть одна страна – один голос. То есть если мы являемся членом Евразийского союза, то мы оказываем влияние, естественно, на политику, на экономическую политику в 180 миллионном рынке. Я сама работала в Евразийской экономической комиссии, и поверьте мне, опять поверьте, неправильное слово, могу вас уверить в том, что все-таки это реально работает. Это реально работает, и реально идет обсуждение, диалог на уровне интересов между странами, соответствующие уступки, соответствующие определенные продвижения друг к другу обязательно присутствуют. Без этого невозможно. И в отличие, конечно, от Европейского Союза, где, вы знаете, совсем по-другому принимаются решения, такие маленькие страны, они вообще никакого влияния на принятие решения не имеют. И еще один очень важный вопрос при вступлении в Евразийский экономический союз, который обсуждался, это вопрос, связанный с тем, а что мы даем Евразийскому союзу. Это важно. Потому что, когда ты вступаешь в какой-то процесс интеграции, ты не только должен себе задавать вопрос о том, что тебе даст эта интеграция, но ты должен в том числе еще и ответить на вопрос, а что ты даешь этому интеграционному объединению. К сожалению, в нашем пространстве этого дискурса практически нет. Но он должен быть. Потому что, и опять ссылаясь на своего коллегу, мы должны понять, какую добавленную стоимость создаем мы в своей стране, которую мы можем предложить миру. Какая ценность нашей страны, экономическая ценность нашей страны, и какой интерес мы можем представлять для любого интеграционного объединения. Этот вопрос не только к нашей интеграции в Евразийский союз, это вопрос к интеграции наш в любой союз, в любом интеграционном процессе. Зачем, для чего мы можем быть полезны другим странам.
И поверьте мне, этот вопрос тоже задавался в то время, когда мы вступали в Евразийский экономический союз. Наш ответ был очень, не скажу простой, но направлен так. Мы считали, что имеем возможность обеспечить вот этот вот канал между европейской и евразийской интеграцией. Дать возможность вот этой трансляции, поскольку у нас есть хорошая европейская диаспора, поскольку у нас состоялся диалог с Европейским Союзом, и вы знаете, что в 2017 году все-таки был подписан договор с Европейским Союзом о расширенном сотрудничестве. Поэтому мы сумели сохранить вот эти два интеграционных вектора и при этом не обострить никаких ситуаций. И естественно, что это решение принималось из долгосрочных экономических интересов Армении. Каково сейчас состояние дел? Состояние дел, конечно, не самое простое, потому что, нет, с одной стороны, мы, конечно, видим, что наш экспорт, наш товарооборот, так скажем, с Евразийским экономическим союзом в разы увеличился. Да, это неоспоримый факт, и это стало возможным только в условиях евразийской интеграции. Это основной интеграционный показатель. Конечно, мы понимаем, что этот процесс не обусловлен нашим таким экономическим, случившимся экономическим чудом в экономике Армении, но все-таки это показатель, который сейчас является одним из основных объясняющих экономический рост в Армении. Естественно, в нынешних условиях процесс интеграции замедлился. И очень много запланированных в последние 5 лет проектов не реализуется. Это, естественно, во всех интеграционных процессах бывают и спады, и всплески. Но мы должны понимать, что это долгосрочный процесс, в котором мы должны занимать активную позицию. В какое бы мы ни приняли решение в дальнейшем, остаться в Евразийском союзе или двинуться в любое другое экономическое объединение, в любом случае мы должны понимать, какие выгоды и какие потери мы в связи с этим будем иметь. Существует на самом деле 3 возможных сценария. Первый сценарий – остаться, ничего не делать, продолжить, подождать, получать выгоды от имеющегося процесса, от имеющихся конструкций, связанных со свободой движения капитала, товаров, услуг и рабочей силы. Второе направление – это занять в интеграционном процессе более активную позицию, связанную с переформатированием Евразийского союза и превращением на сегодняшний день в Евразийском экономическом союзе основной базовый процесс все-таки это обеспечение торговли, торговли товарами, услугами, передвижения капитала, а переформатировать базовый процесс в процесс совместного создания добавленной стоимости. Никто нас не ограничивает в выдвижении инициатив, в том числе и для создания, как опять же говорил мой коллега, для создания или встраивания в цепочки добавленной стоимости на евразийском пространстве, привлечения или трансляция интеллектуальных возможностей, которые у нас есть в диаспоре или которые мы можем
развивать в рамках нашей кооперации с Европейским Союзом. И третий вариант – это движение в сторону Европейского Союза. Я не знаю, кто из вас читал это соглашение о 2017 года, так называемую СЕПу, и кто смотрел дорожные карты, созданные в рамках этого соглашения. Я смотрела, это более 300 мероприятий по движению, интеграционному движению в рамках Европейского Союза, которые требуют, я думаю, конечно, не оценивал так точно, но они требуют миллиардных инвестиций от нас для вступления, для движения в сторону Европейского Союза. И это не те инвестиции, которые могут обеспечить нам, увеличение нашего товарооборота и взаимодействия. Это те инвестиции, которые необходимы только для обеспечения требований, которые Европейский Союз, которые сформированы в рамках Европейского Союза. И, конечно, было бы идеально, если бы у нас эти возможности были, и инвестиционные, и интеллектуальные возможности. Поэтому я думаю, что обсуждать надо все возможности, все потенциальные возможности, все негативные эффекты от того или другого пути, выбранного пути развития, но эти все обсуждения должны базироваться на очень конкретных микроэкономических анализах, в том числе и отраслевых, потому что каждая конкретная отрасль от того или интеграционного нашего движения получит те или другие выгоды и негативные последствия. Я извиняюсь, если немножко дольше. Конечно, тема большая. Спасибо вам большое за внимание. Որ հակառակը ժամանակը շատ քիչ էր, ավելի շատ բան ունեիք մեզ ասելու, մեր նախորդ փորձերից ելնելով միշտ փոխումներ կային, որ լինում են ելույթներ, սակայն քննարկելու ժամանակ չի լինում։ Մենք ունենք ընդմիջում 20 րոպե, որից հետո մենք հաջորդ մի ժամը կնվիրենք ամբողջովին քննարկումների։ Իսկ միջև այդ մենք ունենք ևս երկու շատ հետաքրքիր ելույթներ, եւ նաեւ պարոն Աբսոմանյանը մեր ամենափորձառու էներգետիկներից է, ատոմակայանի մասնակից է եւ ինքը նույնպես ասելիք ունի այս ոլորտում, որը կարծում եմ շատ հետաքրքիր է, բայց միջումից հետո։ Հիմա ես խոսքը փոխանցում եմ պարոն Դավիթ Մանյանին, պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, եւ որը արդեն հողի վրա պրակտիկ հողի վրա ունի աշխատանքային փորձ տարիների եւ հայերի մասին եւ հարկային քաղաքականության մասին եւ եթե չեմ սխալվում նաեւ որոշ օրենքների հեղինակի նույնպես եւ պարոն Մանյանը նույնպես երևի մեզ այսօրվա քննարկման թեմաների մասին կարևոր քննարկումներ։ Շնորհակալություն, ողջունում եմ բոլորիդ։ Ես կաշխատեմ շատ չարաշահեմ ձեր ուշադրությունը, բայց ամեն դեպքում կուզեի 3 մասով մենք խոսենք։ Եթե մենք այսօր խոսում ենք նախ հարկային քաղաքականության մասին էլ պետք է խոսենք, որտեղ այդ տոպիկը, որը որ նվիրված է, նաև կայուն զարգացման հասնելու եւ հարկային քաղաքականություն վարելու հետ կապված որոշակի մտքեր կար, որ պետք է փոխանակենք։ Բայց մինչ թեմային այդ մասով անդրադարձ կատարելը, ես կուզեմ մի փոքր ուղղակի sense ակնարկ կատարել միջազգային հարկային համագործակցության մեջ, ընդհանրապես երկրները տարբեր կառույցներում, երբ որ միավորվում են եւ միասնական ճանապարհ են ուզում անցնել, դա լինի մաքսային միություն, թե կլինի ընդհանրապես համագործակցություն, հարկային հարաբերությունները ընդհանրապես երկու մասի են բաժանում, կամ դրանք ներդաշնակեցվում են, կամ դրանք միասնականացվում են։ Այս երկու գլոբալ բաներն տեղի ունենում։
Եվ եթե համեմատենք Եվրամիությունն ու ԵԱՏՄ-ն այդ առումով, Եվրամիությունում հարկային հարաբերությունները, հարկային օրենսդրությունները եւ ընդհանրապես մաքսասակագնային կարգավորումները լրիվ միասնականացված են, այսինքն գործում է միասնական օրենսդրություն բոլորի համար, այսինքն Եվրամիության անդամ երկրները չունեն իրենց ներքին օրենսդրությունները, այսպես օրենսդրությունների սուվերենությունը, եթե կարելի է այդպես ասել։ ԵԱՏՄ-ի պարագայում տրամագծորեն հակառակն է, միասնականություն կա միայն մաքսասակագնային հարաբերություններում, այսինքն կա միասնական մաքսային օրենսգիրք եւ նույնիսկ մաքսային օրենսգիրքի ընդունումից հետո էլ փոքրիկ երկրներին, այդ մեզ, Կիրգիզիային, մեզ ավելի շատ տվեցին որոշակի բացառություններ, իզիատյաներ կոչեցյալը, որ մենք ունենք մի քանի տարիներ շուրջ 740 թե 800 անուն ապրանքների, որի մասին Տիկին Մինասյանը ասեց, ավելի այսինքն մի քիչ ավելի ճկուն է աշխատել այդ համակարգը եւ օրինակ ավելացված արժեքի հարկի մասով մենք ունենք մեր ներքին օրենսդրության սուվերենությունը, այսինքն ԵԱՏՄ-ն որևէ ձևով չի կարգավորում որ ներքին ազգային օրենսդրություն է դառնում, բայց օրինակ Եվրամիությունում գործում է միասնական ավելացված արժեքի հարկի կարգավորում, դա 1977 թվականի 6-րդ դիրեկտիվն էր նախկինում, որը 2004 թվականի նոյեմբերին փոխվեց եւ դառավ ավելացված արժեքի հարկի դիրեկտիվ։ Այն ինչա նշանակում, որ ամբողջ Եվրամիության տարածքում գործում է անուղղակի հարկման ավելացված արժեքի հարկի միևնույն համակարգը։ Լավ է սա թե վատ, պետք է նայենք թե ընդհանրապես ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում աշխարհում։ Օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը Տրամպը վերջերս հայտարարեց, որ օրինակ այն երկրները, որոնք որ ամերիկյան ապրանքների նկատմամբ իրենց ներքին օրենսդրություններում կիրառում են ավելացված արժեքի հարկ, այդ ավելացված արժեքի հարկը մենք հավասարեցնելու ենք տարիֆային քաղաքականությանը։ Այսինքն, եթե տվյալ երկրի տարածքում գործում է 20% ավելացված արժեքի հարկ, մենք այդ երկրի նկատմամբ կիրառելու են 20% մաքսատուրք ներմուծման։ Հիմա սա լավ է թե վատ, զարգացում է, որը պետք է հաշվի առնենք, այսինքն ամբողջ Եվրոպական միությունը ունի միասնական ավելացված արժեքի հարկի միասնական, այդպես ասած, տարածք օրենսդրական, որի նկատմամբ արդեն հնչել է որոշակի, այսպես ասած, տեսակետ։ Մեր առումով մենք ունենք սուվերենություն, ինչպես ասեցի, եւ ընդհանրապես հարկային քաղաքականության կառուցման առումով, երբ որ մեր հարկային քաղաքականությունը իրական քաղաքականություն, մենք փորձենք դարձնենք այն, ինչ որ հիմա չունենք, մենք կարող է որոշում կայացնենք, որ հրաժարվում ենք ավելացված արժեքի հարկից կամ ավելացված արժեքի հարկի օրենսդրությանը ավելի շատ տալիս ենք շրջանառության հարկի կամ վաճառքի հարկի կամ առևտրի հարկի ուրվագծեր։ Ինչպես օրինակ արեց Էմիրատները սրանից մոտ 5 տարի առաջ մտցրեց ավելացված արժեքի հարկի 5% դրույքաչափով, որը ավելի շատ ինքը իր մակրոտնտեսական ցուցանիշները, իր տնտեսական աճը չտուգանելու բան ուներ։ Այսինքն ապրանքների ծառայությունների գները 5%-ով բարձրացնելով ինքը ավելի շատ հնա է ստանում, դա այսինքն մակրոտնտեսական քաղաքականության այդպիսի մի բան էր։ Հիմա եթե վերադառնանք ԵԱՏՄ եւ Եվրամիություն այս երկու կառույցների Հայաստանի փոխհարաբերության արդեն թվերի տեսքով, գիտեք, թվերը ամեն ինչ ասում են իրենց ներկայացմամբ, տեսեք 2024 թվականի տարեկան ապրանքաշրջանառությունը Հայաստանի Հանրապետության կազմել է 30 միլիարդ 159 միլիոն դոլար, որի 42% կամ 12 միլիարդ 702 միլիոնը բաժին է ընկնում ԵԱՏՄ-ին։ Եվրամիության մասնաբաժինը 7.7% է կամ 2 միլիարդ 235 միլիոն։ Այսինքն մի կողմից ունենք 12.7 միլիարդ, մի կողմից ունենք 2.3 միլիարդ։ Տեսեք, նույնիսկ եթե մենք բոլոր հուզական, մշակութային, կուլտուր-լուսավորչական, այդ բոլոր փոխհարաբերությունները կամ այդ մտադրություններն ու կամ այդ վերապահումները դնենք մի կողմ, առնվազն մենք այսօր չունենք որևէ հակափաստարկ, որպեսզի ասենք մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու բան ունենք, հիմնավոր պատճառ ունենք, որովհետև հակառակ համագործակցությունը մեզ որևէ փոխհատուցում չի առաջարկում, չի էլ առաջարկելու եւ խելամիտ էլ չի որ առաջարկի։ Հետևաբար որոշում կայացնողները մենք ենք։
Եթե մենք ուզում ենք Եվրամիության հետ կամ առանձին երկրների հետ փոխհարաբերություններ ներողություն սխալ արտահայտվի, իհարկե պետք է մենք Եվրամիության հետ եւ առանձին երկրների հետ մեր փոխհարաբերությունները լավացնենք եւ փորձենք հավասարակշռված լինել ընդհանրապես ամբողջ աշխարհում, բայց դա մենք չպետք է անենք որևէ բևեռի, որևէ կառույցի կամ որևէ երկրի հաշվին։ Սա կարծում եմ ամենախելամիտն է եւ ամենասթափն է, որ մենք կարող ենք հետեւություն անել։ Եթե վերադառնանք հարկային քաղաքականությանը, այսինքն ինչպիսին է մեր հարկային քաղաքականությունը կամ ինչպիսի քաղաքականություն պետք է լինի, ես մի հետաքրքիր բան ասեմ, որ մեր հարկային քաղաքականությունը բավականին անկախ է։ Իսկ ինքը որևէ ազդակներով չի կառավարվում։ Իսկ նորմալ երկրներում, նորմալ ասելով այն երկրներում, որտեղ որ մենակ տեսեք կա սոցիալ-տնտեսական քաղաքականություն, դրա կտրվածքը, տնտեսական քաղաքականություն, դրա կտրվածքը մակրոտնտեսական քաղաքականություն, հարկաբյուջետային քաղաքականություն, հարկային քաղաքականություն, այս շղթա է։ Հարկային քաղաքականությունը այս շղթայի մեջ այն քաղաքականությունն է, որը ինքնուրույն նպատակներ դնելու իրավասություն չունի։ Նպատակները դրվում են տնտեսական քաղաքականությամբ, իսկ հարկային քաղաքականությունը սպասարկում է այդ նպատակներին։ Եվ մի շատ կարևոր բան է տեղի ունենում, եթե տնտեսական քաղաքականությունը նպատակներ չի դնում, ազդակներ չի ուղարկում, հարկային քաղաքականությունը ինքն է իր համար դնում նպատակներ։ Եվ որ ինքն է իր համար դնում նպատակներ, այդ նպատակները միմիայն օբյեկտիվորեն ֆիսկալ գանձարանային են։ Իսկ միմիայն հարկային կամ գանձարանը լցնելու այդպիսի բանն են, օրակարգուն են։ Հետևաբար մենք շատ շուտվանից ազդարարում ենք, որ մեր հարկային քաղաքականությունը բավականին անկախ է, ինքը իր համար նպատակները սահմանում եւ այդ նպատակները շատ հաջողությամբ իրականացնում է։ Եվ ասեմ ձեզ, որ ժամանակին, երբ որ ես ինքս էլ որոշակի մասնակցություն եմ ունեցել հարկային քաղաքականության մշակմանը, ես էլ եմ ցուցադրել այդպիսի անկախություն, որովհետև տնտեսության ազդակները մենք ժամանակին էլի չէինք ստանում։ Դա օբյեկտիվ այդպես պետք է լինի։ Եվ տեսեք, այնպիսի մի իրավիճակ է ստեղծվել, որ եթե երկրում տնտեսական կառուցակարգերը չեն աշխատում կամ նորմալ չեն աշխատում, օրինակ հարկային մարմնին լավ աշխատելը բերում է տնտեսական կոլապսի, որովհետև հարկային ցուցանիշները կատարվում են արդեն տնտեսության հենասյուների հաշվին, ուտեղ շատ վատ բան է տեղի ունենում։ Ես ոնց որ մի քանի թվեր ասեցի, հետ վերադառնանք տնտեսական քաղաքականությանը։ Հետևաբար, եթե մենք խոսում ենք հարկային քաղաքականության մասին, թե ինչպիսին պետք է լինի հարկային քաղաքականությունը, մենք պետք է վերադառնանք ակունքներին, ինչպիսին պետք է լինի տնտեսական քաղաքականությունը։ Մենք մեր նորանկախ այս վերջին 30 տարվա ընթացքում ցավոք սրտի այնպես է ստացվել, որ մեր տնտեսությունը որակական առումով լավը չի։ Այսինքն ինքը իր տնտեսական ակտիվության ցուցանիշները կամ տնտեսության աճը կամ տնտեսական ցուցանիշները ապահովում է հիմնականում ներքին սպառման հաշվին։ Այսինքն համախառ ներքին սպառումը դա մեր էկոնոմիկայի, այսպես ասած, հեգեմոնիան է, այսինքն առաջ տանող ուժն է։ Եվ տեսեք, շատ տրիվիալ է։ Եթե մեր տնտեսությունը մենք կառուցում ենք ներքին սպառման հաշվին, այդ նշանակում է, որ ներքին սպառումը մեր սահմանափակ է։ Մենք ինչ ուզում ենք անենք, 3 միլիոն ենք։ Ռուսները կգան, մեր ողերին հարևանը ցեղասպանական գործողությունների արդյունքում Արցախահայությունը կգա, այսինքն համախառն սպառողների նաև քանակի ավելացումները ինչ ուզում եք արեք 3 միլիոնի շրջանակներում են։ Հետևաբար մեր տնտեսության զարգացումը ինքը արդեն իսկ սկզբանե տուգանված է 3 միլիոն սպառողներով։ Հետևաբար, եթե վերադառնանք մեր Նյու Յորքի մեր պրոֆեսորին եւ իր ներկայացրածին, այո, շատ տրիվիալ է։ Մենք ինչ պետք է անենք, մենք պետք է վերակառուցենք մեր տնտեսության կառուցվածքը եւ պետք է արտադրենք այնպիսի ապրանքներ եւ այնպիսի ծառայություններ, թողարկենք այդպիսի ապրանքներ եւ ծառայություններ, որոնք էլիտար են, որոնք արտահանելի են եւ այդ ապրանքներն ու ծառայությունները պետք է սպառման շուկան պետք է ոչ թե սահմանափակ լինի,
սահմանափակված լինի օրինակ 3 միլիոնով, այլ 30 միլիոնով, 300 միլիոնով, 3 միլիարդով։ Ինչպես հաջողությամբ տարիներ շարունակ կամ տասնամյակների ընթացքում արել է Իսրայելը։ Եվ տնտեսության առումով մենք ունենք այդպիսի ճյուղեր։ Ես կարող եմ ներկայացնել որոշակի նաև մտքեր, որոնք որ իրատեսական են։ Երբ որ մենք ասում ենք, որ պետք է ունենանք արտահանելի տնտեսություն, տնտեսության այնպիսի ճյուղեր պետք է լինեն, որոնք որ ունեն ապագա, օրինակ ռազմարդյունաբերությունը, օրինակ տիեզերքի նվաճումը, որտեղ որ մենք ունենք պոտենցիալ եւ մենք ունենք պոտենցիալ արտադրելու, թողարկելու հաջորդ 100-ամյակի զենք ու զինամթերք եւ դառնանք այդպիսի ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանողներ։ Եվ դա տեսեք ինչա տեղի ունենում։ Երբ որ դու ունես էլիտար ապրանքներ եւ էլիտար ծառայություններ թողարկելու կարողություն, տնտեսությունը կառուցում ես այդպիսի մոդելներով եւ այդպիսի մոդելավորում ես իրականացնում, նա նշանակում է, որ նաև մեր գործընկեր երկրից հնչող են կարծիքները, որ հնարավոր չէ երկու ԵԱՏՄ եւ ԵՄ իրար հետ համատեղել, երբ որ դու գործում ես, համատեղում են ամեն ինչ։ Հետևաբար պետք է ուղղակի ձգտել, դառնալ գործում։ Եվ վերջում հարկային քաղաքականության արդյունավետության մասին։ Ինչպես է հարկային քաղաքականությունը ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհում։ Այն ինչ որ ես ասում եմ, մենք երբեք չենք արել։ Հարկային քաղաքականությունը այսօր արդյունավետությունը գնահատում են, թե օրինակ տնտեսությունը ինչպիսի ներդրումներ է կարողանում կատարել։ Օրինակ մասնավոր եւ պետության կողմից եւ մասնավորի կողմից ներդրումների արդյունավետությունը հաշվարկելուց հետո հաշվարկվում են արդյունավետ հարկային բեռը, որի պայմաններում առավելագույն ներդրումներն են իրականացվում։ Օրինակ Պարզա չէ, թե պետության կողմից կատարված ներդրումները շատ ավելի արդյունավետ են, հարկային բեռը պետք է ավելին լինի, որպեսզի պետությունը շատ ավելի միջոցներ ունենա ներդրումներ կատարելու։ Եթե մասնավորի ներդրումներն են արդյունավետ, հարկային բեռը պետք է լինի ցածր, որպեսզի մասնավոր հնարավորություն ունենա ավելի շատ ներդրումներ կատարելու։ Հետևաբար, թե մասնավորի թե պետության կողմից ներդրումների արդյունավետության մոդելավորման միջոցով ընտրվում է օպտիմալ հարկային բեռը։ Դրանից հետո արդեն դրա կոմպոզիցիան, ուղղակի հարկեր, թե անուղղակի հարկեր։ Անուղղակի հարկերը սովորաբար այնպիսի պետություններն են կիրառում, որոնք որ թույլ զարգացած տնտեսություններ ունեն, հավասիկ Հայաստանի Հանրապետությունը։ Որովհետև նաև ավելացված արժեքի հարկը ինքը ազգային եկամտի մաս չի կազմում։ Ինքը ըստ էության պետության կողմից մի հատ չոր գործիք է շատ արագ գանձարան մտցնելու համար։ Եվ երկրները, որոնք որ վերադարձ են կատարում ուղղակի հարկման, տեսեք ինչ են ասում։ Տնտեսության մեջ թե բարիք արտադրողները, թե բարիքից օգտվողները երեք խոշոր խումբ են՝ պետություն, ձեռնարկություններ եւ տնային տնտեսություններ։ Երբ որ այս երեքը իրար հետ բարիք են ստեղծում, ապա ազգային եկամուտն են բաշխում իրար մեջ, իսկ ազգային եկամուտը սովորաբար բաշխում է ուղղակի հարկերի միջոցով։ Հետևաբար հարկային քաղաքականություն վերադարձ դեպի արդյունավետ հարկային քաղաքականությունը ենթադրում է նախ տնտեսության վերակառուցում, կառուցվածքային փոփոխություն արմատապես, երկրորդ արդյունավետության գնահատման հիման վրա հարկային բեռի գնահատում եւ անուղղակի հարկման համակարգերի աստիճանաբար վերացում։ Թերևս այսքան էլի բաներ ունեի, բայց ոնց որ սպառվեցին, ժամանակը շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Անանյան։ Մեր վերջին զեկուցողը պարոն Արա Չալաբյանն է, Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի նախագահ։ Իսկապես վերջի 2 տարվա ընթացքում էական աճեր են եղել թվերի իմաստով բանկային համակարգում։ Ես կփորձեմ սկզբից ներկայացնել իրավիճակը, ինչ ունենք, հետո փորձենք մի քիչ ռիսկերից եւ հնարավորություններից խոսել։ 2024-ի վերջի դրությամբ բանկային համակարգի ընդհանուր ակտիվները հասել են 11 տրիլիոն դրամի, համեմատության համար մեր հնան 10 տրիլիոնի կարգի, այսինքն ակտիվներով մենք արդեն անցել ենք հնային մոտավորապես 110%։
Ավանդները աճել են, բայց ավելի զգալի աճել են վարկերը եւ ներկա պահին մոտավորապես վարկերը եւ ավանդները 6.5 տրիլիոն դրամի կարգի են գտնվում։ Իհարկե բացի ավանդները բանկային համակարգում կան նաեւ մոտ 0.5 տրիլիոնի պարտատոմսեր, որոնք ըստ էության էլի ավանդներ են, եւ կան նաեւ այլ ներգրաված միջոցներ։ Ընդհանուր առմամբ համակարգի կապիտալիզացիան հասել է 1.8 տրիլիոն դրամի եւ նախորդ տարին մեր բանկերը փակել են 363 միլիարդ դրամ շահույթով, որից բավականին զգալի մասը Արչին բանկն է 37% կարգի կամ 131 միլիարդ դրամ եւ ընդհանուր խոշորագույն 5 բանկերը միասին աշխատել են այդ շահույթի 73%-ը։ Ընդհանուր առմամբ թեև պաշտոնական տվյալներով ունենք 18 բանկ, իրականում արդեն ունենք 17-ը եւ նախորդ տարվա կարևոր կարելի ասել ներհամակարգային իրադարձություններից են HSBC բանկի հեռանալը, որի հայաստանյան դուստրը դնեց Արչին բանկը եւ Ամերիկա բանկի վաճառվելը վրացական Bank of Georgia բանկին, ինչն է հետաքրքիր, որ եթե մի քիչ համակարգից դուրս նայենք գեոպոլիտիկ տեսանկյունից, մի անգլիական բանկը գնաց եւ մեկ այլ բանկ, որը ցուցակված է Լոնդոնի բորսայում եւ որի տերերի մեջ եւ անգլիացիներ կան եւ հավանաբար այլ ազգեր, ձեռք բերեց մեր լավագույն բանկերից մեկը։ Բացի դրանից մենք չունենք որպես այդպիսին միջազգային բանկեր, ունենք մեկ ռուսական բանկ, VTB բանկը։ Եվ ինչն է հետաքրքիր, որ այդ երկու ձեռքբերումներն էլ, HSBC-ն էլ եւ Ամերիկան էլ գնի իմաստով բավականին գուցե հետաքրքիր, գուցե տարօրինակ գնով են վաճառվել, երկուսն էլ վաճառվել են $1.65 ցենտով, կարելի ասել, այսինքն կապիտալի 2/3-ի չափով, երկու դեպքում էլ։ Ասեմ, որ մեր մոտ բավականին ամենաբարձր տեմպերով անցած տարի աճել են սպառողական վարկերը եւ հիպոթեքները եւ մոտավորապես մեր վարկային պորտֆելի կեսը դա ֆիզիկական անձանց տրամադրված վարկերն են։ Որպես համեմատական նաեւ ասեմ, մեր Կովկասյան տարածաշրջանում Հայաստան, Վրաստան, Ադրբեջան մենք վրացական համակարգի հետ միասին ակտիվներով հավասարվել ենք, մոտավորապես 28 միլիարդ դոլարի կարգի են մեր ակտիվները, այն դեպքում, որ մյուս հարևանը 21 միլիարդի կարգի ունի, վարկային պորտֆելներով եւս պարիցետ ունենք 16 միլիարդ Վրաստանի հետ եւ Ադրբեջանը 12 միլիարդ, նմանատիպ պատկերի ավանդներով, իսկ կապիտալի վերադարձելությամբ կամ ROE-ով Հայաստանը այս տարի 21-22%-ի շրջանակներում է փակել, Վրաստանը 20, Ադրբեջանը մոտ 16։ Ասեմ, որ այս ցուցանիշը էապես աճել է վերջի 2 տարիներին, ինչեւ այդ բանկերը բավականին ցածր ROE-ներով են աշխատել։ Էլ ինչ է տեղ ունեցել այս վերջի 2 տարիներին, բավականին շատ է մեր աճը պայմանավորված Ռուսաստանով, ռուսներով, մոտ 70% մեր տրանսֆերները դրսից 23 թվականին եղել են Ռուսաստանից, բավականին շատ օտարերկրյա ընկերություններ եւ անհաձեռնարկատերեր են գրանցվել Հայաստանում, այդ ներոսկների արդյունքում 2600 ընկերություն եւ 6000 անհաձեռնարկատեր միայն 22-ից 23-ի մեկ տարվա մեջ։ Բացի այդ բավականին ակտիվ մենք սպասարկում էինք միր քարտերը, բայց ռիսկերին եթե անդրադառնամ, միջազգային պատժամիջոցները, սանկցիաները, համապատասխանության ռիսկը, փողերի լվացման դեմ պայքարի եւ աբեկչության դեմ պայքարի միջոցառումները բավականին լուրջ սահմանափակումներ են դնում եւ մասնավորապես Հայաստանը փակեց միր քարտերի սպասարկումը։
որը մի կողմից բնականաբար հոսքերը պակասացրեց, մյուս կողմից թույլ տվեց, որ երկիրը ինքը չհայտնվի սանկցիաների մեջ։ Ռիսկերի տեսանկյունից հիմնական այդ սանկցիաների ռիսկերն են, նույն կարելի ասել նաև երկրորդային, թեև Fitch վարկանիշային գործակալությունը բարձր չի գնահատել մեր այդ ռիսկը։ Մյուս մեծ ռիսկը դա կախվածությունն է ռուսական շուկայից, ինչպես պարոն Անանյանն էլ նշեց, մեր առևտրաշրջանառությունը հատկապես վերջի 2 տարիներին էապես մեծացել է եւ նաեւ մեծացել է ոսկերչության եւ ադամանդագործության վերարտահանման հաշվին, որը բոլորս էլ հասկանում ենք, որ ժամանակավոր կամ ոչ մշտական տնտեսության ճյուղ է եւ բնականաբար ցնցումներ կարող են լինել, ինչպես աճել ենք, այնպես էլ կարող ենք շնչտությամբ այդ հոսքերը կորցնել։ Եվ արդյունքում կունենանք եւ իրացվելիության խնդիրներ եւ կունենանք փոխարժեքի հավանական ճնշումներ եւ գումարների շարժեր, ասեմ որ 6.5 տրիլիոն ավանդների մեջ 1.5 տրիլիոնը ոչ ռեզիդենտների ավանդներն են։ Եվ բնականաբար այդ ավանդները կարող են շատ արագ տեղաշարժվել։ Հնարավորությունների տեսանկյունից կիսում եմ պարոն Անանյանի կարծիքը, մեզ պետք է լինել կամուրջ տարբեր երկրների, տարբեր միությունների միջև եւ պետք չի հակադրվել տարբեր բևեռների, պետք է դառնալ նաեւ գործիք, ասեմ որ նաեւ կարևոր է շատ դիվերսիֆիկացնել ներդրումները համակարգում, ինչպես ասեցի, լուրջ կամ օտարերկրյա բանկեր չունենք, թեև նախորդ տարի տեսանք, որ Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկը էական մեծացրեց ներդրումները, մեր բանկերից Ամերիկա բանկը բավականին լուրջ ներդրումներ ներգրավեց մի քանի միջազգային կառույցներից, այդ ուղղությունները կարծում եմ պետք է շարունակել, կարևոր ուղղությունը հնարավորությունների տեսանկյունից թվայնացումը եւ ֆինանսական տեխնոլոգիաների զարգացումը, այստեղ որոշ հաջողություններ ունենք, բայց կարող ենք ավելի շատ ունենալ, կարծում եմ, որը թույլ կտա եւ օգտվել մեր հնարավորություններից ունենալով վատ աշխարհագրական դիրք, բայց մարդկային կապիտալ, գիտելիք, այս են ոլորտն է, որը կարելի է իրականում զարգացնել եւ օգտագործել։ Ամփոփելով ասեմ, որ կարևոր է կայունության պահպանումը համակարգում, կարևոր է չտրվել սադրանքների, կարելի ասել, կամ գրավիչ գործարքների, մենք այն դրության մեջ չենք, որ օպորտունիզմով զբաղվենք եւ արկածախնդրությամբ զբաղվենք, շնորհակալություն։ Եվ իմ կարծիքով բանկային համակարգը մեր ամենաթույլ տեղը չի, հակառակը երևի ամենահամեմատաբար ամենաթափանցիկ, ամենազարգացած եւ ռեսուրսների իմաստով, նկատի ունեմ այլ մարդկային ռեսուրսների իմաստով առաջավոր տեղերից է, այդ իմաստով ինքը bottleneck չի հանդիսանում ինտեգրացիաներին եւ հակառակը բանկային համակարգը բավականին շատ միտված է եվրոպական ստանդարտների կիրառման, Բազել 3-ի եւ այլն, այդ իմաստով մենք եվրասիական տարածքում էլ վատ դիրքեր չենք զբաղեցնում։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։ Շնորհակալություն, ճիշտ ասած հարց ունեմ եւ հարցս ուղղում եմ Տիկին Մինասյանին։ Բոլորիս համար ակնհայտ է, որ Եվրամիություն ԵԱՏՄ այս խոսույթը ավելի քաղաքական բնույթ ունի, քան տնտեսական, եւ շատ հաճախ դա դիտարկվում է այսպես պրոռուսական եւ հակառուսական մոտեցումների տիրույթում, քան բուն տնտեսական համակարգի եւ դրա օգուտների։ Եվրամիության հետ կապված ունենք ավելի միֆականացված պատկերացումներ հասարակության մեջ, իսկ ԵԱՏՄ-ի մասով էլ ուղղակի այսպես մերքանտիլ շահութային պատկերացում, այսքան գումար եկավ, այսքան բյուջեի լցվեց եւ այլն։
Դուք շատ ճիշտ նշեցիք, որ 13 թվականից հետո կառուցակարգային հսկայական աշխատանք է տարվել, դա լիցենզավորումն է, դրանք տարբեր լաբորատորիաներն են, տարբեր բարեփոխումներն են եւ այլն։ Սրա հետ կապված ձեր փորձը հաշվի առնելով, ես վստահ եմ, որ մյուս պետություններում եւս նմանատիպ խնդիրներ կան, բայց այն օգուտները, որոնք բարեփոխումների տեսակետից ԵԱՏՄ-ին անդամակցելը բերել է մեր պետությանը, ձեր կարծիքով ինչպես կարելի է դա շատ ավելի հասկանալի ձևով մեր հասարակությանը ներկայացնել, որպեսզի նրանք այսպես փողային շահույթի տեսակետից միայն չդիտարկեն անդամակցության խնդիրը եւ թույլ չտան իրենց նաեւ խաբեության միջոցով սխալ պատկերացումների բերել տարբեր այդ միֆային ասպելային երևույթները ներկայացնելով։ Շնորհակալություն։ Серьезный вопрос на самом деле задаете, очень непростой, потому что, ну, по крайней мере, в моих представлениях, кто должен принимать решения в нашей общественности по поводу таких сложных, узкоспецифических, профессиональных вопросов. Это же вопрос к элите, это не вопрос к широким кругам. Это профессиональная элита должна принимать решения по конкретным вопросам в торговой политике, в экономической политике, в, я не знаю, социальной политике. Не может общественность принимать решения такие. Я вам приведу пример. Один простой пример. Недавно наше правительство, буквально в январе, в конце января, объявило о том, что мы субсидируем экспорт в Великобританию и ЕС. Читали, наверное. Мы возмещаем, компенсируем таможенные пошлины. В соответствии с правилами ВТО это запрещенные субсидии. Просто черным по белому нельзя. Вот какие компенсационные меры нам предъявят за это, мы еще не знаем. И просто объявить об этом общественности, сказать, ой, как хорошо, мы, значит, экспорт компенсируем. Что, к чему это приведет, это еще очень большой вопрос для нас. Поэтому, мне кажется, такие вопросы надо обсуждать в узкопрофессиональных кругах и обязательно требовать для принятия решения четких экономических обоснований. Արդեն իսկ կատարված քայլերի հետ կապված, ասենք օրինակ շատերը չգիտեն, որ նույն լիցենզավորման մեխանիզմով շատ ու շատ հնարավորություններ են տրվել բիզնեսին։ Այսինքն բաներ կան, որ կարելի է հանրային մակարդակով հասանելի ձևով բացատրել, առանց խորանալու տնտեսական լրբությունների մեջ, բայց զուտ ոնց որ զեկուցման ձևով ասել, որ այս ընթացքում այս ա եղել, այս վիճակից հասել ենք այս վիճակի։ Նույն ստանդարտների մասով, այս վիճակից հասել ենք այս վիճակի, նույն լաբորատորիաների մասով, այս ենք ունեցել, պահանջներով այս ա եղել, այս օգնության շնորհիվ, այսինքն այն ինչը որ արևմուտքը անում է բոլոր տեղերում, մենք դա չենք տեսնում, անգամ ԵԱՏՄ-ի պարագայում ես վստահ եմ, որ մնացած պետություններում էլ նույն վիճակն է, այսինքն ձեր ասած էլիտան իր գործը անում է, բայց դա արած գործի զուտ բացատրությունը հանրային մակարդակով մենք չենք տեսնում։ Եվ հետո արդեն փաստական վիճակով ասում են, բայց մենք չգիտեինք, որ սա եղել է, խոսքս ոչ մասնագետների մասին է, որոնց օգտագործում են նույն որոշումները կայացումը արդարացնելու համար։ Не знаю, мне кажется, вот бизнес любит тишину. Вот не могу я никак убедиться в том, что надо все это пропагандировать, объяснять. Это дело политиков. Они на своих уровнях, политики, да, а это дело политиков. А экономисты, они должны работать, должны отраслевые вопросы обсуждать. Я не политик, поэтому для меня... Вот, да, конечно. Не могу тоже. Да. Տեսեք, որոնք ԵԱՏՄ-ից օգուտ է Հայաստան։ Հայաստանը ինքը անկլավ է, ԵԱՏՄ-ի առումով ինքը անկլավ է, այսինքն ինքը որևէ սահման չունի։ Բայց տեսեք, մեր փոքր երկիր, որը սահման չունի ԵԱՏՄ մյուս երկրների հետ, այս երկիր, մեր երկիր, մուտք է գործում ապրանք, ստանում է ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։
Հետո այդտեղից ազատ տեղաշարժումը արդեն ԵԱՏՄ մյուս երկրներ։ Հիմա տեսեք, մենք 24 թվականի ապրանքաշրջանառությունը որ վերցնում ենք, Չինաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունը գիտեք ինչքան է։ 2 միլիարդ 844 միլիոն։ Ինչ եք կարծում, Չինաստանի հետ այդքան ապրանքաշրջանառությունը մեր տնտեսությունը ի վիճակի է, բարիս տնտեսագիտական իմաստով մարսելու։ Հետևաբար Չինաստանից ապրանքը մուտք է գործում Հայաստան, ստանում է ԵԱՏՄ կարգավիճակի, ապրանքի կարգավիճակ եւ ազատ տեղաշարժում։ Թուրքիայից նույնն է։ Եվ տեսեք, այստեղ ամենակարևորն է, որ Հայաստանը ինքը դրանից ըստ էության օգուտներ է ստանում։ Օգուտներ է ստանում տարբեր բաներով։ Նախ փոխային շրջանառություններ, տրանսֆերներ մուտք ու ելք, դրա որոշակի մասը մնում է Հայաստանում, որովհետև ոնց ուզում ես արա, որոշակի բանա ստանում։ Հիմա Ուղղակի մտքով հիմա թվեր մի քանի հատ գումարեցի, տեսեք ինչա ստացվում։ Եվրամիության հետ մենք ունենք 2 միլիարդ 335։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ունենք 410 միլիոն։ Միացյալ Թագավորության հետ մենք ունենք 98 միլիոն դոլարի շրջանառություն։ Այդ 3 որ գումարում ենք, ստանում ենք 2 միլիարդ 824 միլիոն։ Այդ 3 միլիարդ հետ միակ Չինաստանը։ Հիմա չոր թվերն են ասում, որ ԵԱՏՄ-ում լինելով դու կարողանում ես ապրանքաշրջանառություն ապահովես ԵԱՏՄ տարածքում ազատ շրջանառվող ապրանքների տեսքով, իսկ հավաքական արևմուտքի հետ հավաքական արևմուտքը Չինաստանից ընդամենը 20 միլիոն դոլարով ավել։ Այսքան ուղղակի թվերն են ասում։ Հիմա երբ որ մենք ասում ենք պոլիտիկները պետք է ասեն, չէ, պետք է նաև տնտեսության հետ զրուցանողները 4 թվերով խոսան։ Եվ ստեղ է որ քաղաքականությունը արդեն ճարահատյալ հետքայլ է կատարում, որովհետև տնտեսությունը, տնտեսական փոխհարաբերությունները իրենք իրարով ասում են։ Եվ տեսեք, որ Չինաստանի հետ ովքեր որ իրենց գործունեությունն իրականացնում են, նաև չէ որ մենք ժամանակին կենտրոնական բանկերի միջև Չինաստանի ու Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրով մենք արդեն ուղղակիորեն իրար փոխանցումներ են կատարում չինական վալուտայով շրջանցելով Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարը։ Այսինքն ազգային վալուտայով փոխանցումներ են կատարում, դա նշանակում որ ազգային տնտեսությունները իրար մերձենում են։ Ճիշտ է, Չինաստանի համար մեր տնտեսությունը երևի կաթիլ է, բայց կապ չունի։ Մենք ենք կարողանում մերձենալ Չինաստանի տնտեսության հետ։ Ինչև էտել է։ Սանկցիաների պատճառով կամ շնորհիվ ոնց ուզում եք ձևակերպեք, ծավալները բնականաբար աճել են, բայց սա տենդենս է, որը գալիս է ԵԱՏՄ-ի կազմավորման հենց սկզբից։ Եվ մենք նաև պաշտոնի բերումով մենք ժամանակին նաև պայքար էինք մղում, որ որևէ կոնտրաբանդա չստեղծվի, Հայաստանը չդառնա այնպիսի երկիր, որտեղ որ գալիս են եւ գնում են չհաշվառված ապրանքներ։ Այսինքն մենք պայքարում ենք, որպեսզի ամեն ինչը դառնա թափանցիկ, այսինքն ծավալները միշտ եղել են էական։ Միլան Շարզադեյան։ Մենք պարոն Անանյանի հետ ընդմիջման ժամանակ այդ մասի խոսեցինք, ես նորից ուզում եմ վերադառնալ եւ խնդրել պարոն Անանյանին նույնպես այդ մասին ասել։ Այն որ մենք լսեցինք պարոն Գևորգյանի զեկույցին, որը որ ցույց տվեց, թե ինչ խնդիրներ, ինչ մարտահրավերներ կան, ինչ պետք է անել մեր մակրոտնտեսության առումով Հայաստանում ինչ պետք է արվի, որ համաշխարհային շուկայում մասնակից լինի եւ այլն, եւ հատկապես այն ինչ որ ասեց պարոն Անանյանը, այն մասին, որ երբեմն հարկային մարմինները չունեն այն փոխկապակցությունը ստրուկտուրաների հետ, կառույցների հետ, տնտեսական, ասենք, որոնք խոշոր արտադրողների, միջին արտադրողների, տնտեսությունների հետ եւ այդ դեպքում կարող են նրանք աշխատել իրենց համար
եւ դա վնաս է հասցնելու տնտեսությանը, չէ՞։ Իմ կարծիքով մենք խոսում ենք այդ մասին պարոն Անյանի հետ, որ սա կապված է նաեւ որ մակրոտնտեսության մակրոկառավարման համակարգը մեր պահանջում է լուրջ բարեփոխումներ, հատկապես այն առումով, որ այս ստրուկտուրաների ներկայացուցիչները պետք է ներկայանան այդ կառավարման համակարգերում։ Եվ դա մի կողմից, մյուս կողմից բազմիցս այդ մասին խոսել ենք եւ եթե մենք վերցնենք, ասենք այն արտասահմանյան think tank կենտրոնները ինչ է խոսում դրա մասին, որ քաղաքացիական հասարակության կառույցները պետք է ակտիվորեն մասնակցեն, այսինքն պետական մարմինները արդեն մոնոպոլիա չունեն միայն կառավարման այս տեղաշարժերի վերափոխումների բանում էլի համակարգում, որը կատարվում է ոչ միայն ասենք աշխարհաքաղաքական առումով, այլ նաև ինֆորմացիոն տեխնոլոգիաներում այն ինչ որ այսօր կատարվում է։ Եվ այս իմաստով այն անալիտիկ կենտրոնները, որոնք ասենք գոյություն ունեն եւ դրանց դերը քննալով սննդած աճում է, մեզ մոտ Հայաստանում ցավոք սրտի դա չի երևում։ Եվ ես ողջունում եմ այն նախաձեռնությունը, որ Սպարապետ կենտրոնը անում է եւ միջոցառումները, որ անում է, անցկացնում է, որ շատ կարեւոր է եւ շատ հատկանշական է Սպարապետի անվանումը հանրային քաղաքականության ուսումնասիրության կենտրոն, այսինքն քաղաքականությունը պատկերացնում է որպես հանրային քաղաքականություն, ինչի մասին ես այսպես ասում եմ, այս է ես ուզում որ այդ մակրոկառավարման համակարգի հետ կապված էլի պարոն Անանյանը իր կարծիքը հայտներ։ Տեսեք, ցավոք սրտի մեր երկրում տնտեսության հետ կապված զրույցները, քննարկումները սկսում են մակրոտնտեսության բանից, շղթայից։ Դրա նախորդ փուլը տնտեսական քաղաքականությունը ինքը ըստ էության Հայաստանի Հանրապետությունում իմ խոսքերը չեն, նաև տնտեսական էկոնոմիկայի նախարարությունը ղեկավարող շատ մարտարելի մարդիկ իրենք ասել են, որ մենք չենք ունեցել էկոնոմիկայի նախարարություն, ցավոք սրտի, այս 30 տարիների ընթացքում, այսինքն տնտեսության կառուցվածքով զբաղվող իրադարձություն մենք չենք ունեցել։ Մակրոտնտեսություն ունեցել ենք, որովհետև տնտեսական քաղաքականության սրեզը, այսինքն այդ հատվածը դարձա մակրոտնտեսական քաղաքականությունը, ըստ երկու դերակատար կա։ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությամբ ժամանակ շատ պարտաճան աչքերով կենտրոնական բանկը նախագահի մակարդակով, նաև դեպարտամենտի տնօրենների, փոխնախագահների, վարչության անդամների մակարդակով հանդես են գալիս տնտեսավարողների զրուցում են։ Առնվազն վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցնելու կամ բարձրացնելու հետ կապված տալիս են մակրոտնտեսական կամ դրամավարկային քաղաքականությունից բխող, հələ մեկ-մեկ էլ մտնում են կառավարության դաշտ։ Միտումնավոր է մտնում, որ մի քիչ ավելի համապարփակ լինեն, որովհետև կառավարությունից մեկ-մեկ չեն խոսում էլի տնտեսավարողների։ Մակրոտնտեսական քաղաքականության մյուս բաղադրիչը հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնող ֆինանսների նախարարությունը բյուջետային գործընթացում ինքը միջնաժամկետ ծախսային ծրագրերի եւ պետական բյուջեի մասին օրենքներու իր ուղերձներով անդրադարձ է կատարում, թե ինքը ինչպիսի հարկաբյուջետային քաղաքականություն է իրականացնում, զսպողը, ընդլայնողը, չեզոքա եւ այլն, դա ռիսկերն է նկարագրում, ռիսկերի հետ կապված տարբեր սցենարներ ասում եւ այլն։ Բայց ամենակարևորը մակրոտնտեսական քաղաքականությունը ըստ էության հանրության հետ զրուցում է երեք բաղադրիչի մասին. Հենայի մասին, զբաղվածության մակարդակի մասին, մեկ էլ գնաճի մասին։ Այս երեքի մասին է խոսում, բայց տնտեսության կառուցվածքի եւ ընդհանրապես պետության ուղղվածության մասին թե մենք ինչպիսի տնտեսություն ենք ուզում կառուցենք, գոյություն չունի։ Հիմա պատկերացրեք, մի հատ անալոգ կարող մի քիչ երկար ստացվում ներողություն խնդրում, Ինդոնեզիան ունի բոքսիտի եւ մորացա կարծեմ նիկելի, եթե չեմ սխալվում, բոքսիտի ու նիկելի համաշխարհային պաշարների համապատասխանաբար 7.25%-ը։ 2020 թվականին Ինդոնեզիան որոշեց, որ արգելափակումը արտահանում է։ Արգելափակումը արտահանում է եւ համոզում է տնտեսավարողներին ամբողջ աշխարհում մեկ տեխնոլոգիական հաջորդ շղթաները տեղափոխի իր երկիր։
որովհետեւ ինքը արդեն հողմահղացները արտադրի, նաև մեքենաների ակումուլատորները արտադրի, այսինքն այդ միջև դառնալը, այդ բոքսիտը միջև դառնալ այդ հողմահղացի այդ բանը, ֆրիկը, այսպես ասած, կամ իր այդ կառուցվածքը, ինքը առնվազն տեխնոլոգիական մի քանի շղթա է հասնում։ Այդ նշանակում է, որ ամբողջ աշխարհի արտադրողները Ինդոնեզիայում պետք է ստիպված իրենց գործարաններ տեղափոխեն այնտեղ, կրթեն Ինդոնեզիայի աշխատողին, բանվորական ուժին եւ ամեն շղթան յուրացնելուց հետո այդ շղթայի վրա է արգելքը կիրառում, որպեսզի բոլոր շղթան ամբողջ շղթաները տեղափոխի բան։ Գնահատվում է 2050 թվականին Ինդոնեզիայի տնտեսությունը դառնալու է 5-րդ համաշխարհային տնտեսության այդ սանդղակում։ Հիմա մենք հանքարդյունահանող երկիր ենք, չէ՞։ Եթե մենք այս թեզիսային ասում ենք, որ օրինակ արտադրենք էլիտար ապրանքներ ծառայություններ, չէ՞։ Մյուսը թեզիսային կետներն է, որ եկեք արդյունահանողից վերածվենք արդեն մետաղական վերամշակող երկրի։ Դա այդ նշանակում է, որ օրինակ, եթե քունելիս երկիր որպես տնտեսական հնարավորությունները չեն հերիքում, Վրաստանի նման հարևան երկիր ունես, երկու փոքր երկիր, իմիջայլոց պրոֆեսորը Նյու Յորքից դրա մասին ասաց, որ փոքր տնտեսություն ունեցողները իրենք համախմբվում են։ Վրաստանի հետ դու կարող ես համախմբես եւ այդ տեխնոլոգիական շղթաները դերես տարածաշրջան, ոչ թե քո երկիր, ու օգտվես երկու պետությունների պոտենցիալից։ Այս ինչ որ ես խոսում եմ, սա մարդու տնտեսություն չի, սա տնտեսական քաղաքականության բաղադրիչներ են, բայց սրանով պետք է զբաղվել, ու պարոն Շահրաբյանի հարցը դիզնիկի ջերմանացեցի, բայց կան դրա, այս ամեն ինչը զրույցի ու քննարկման առարկա է, այո պրոֆեսիոնալները պետք է նստեն, այո բիզնեսի հետ պետք է ունենան զրույց, պետությունը ինչ պետք է անի, պետությունը պետք է սուբսիդավորի, պետք է տնտեսական գոտիներ ստեղծի, պետք է գնա ցանկացած գրող ով ինչ խնդիր ունի, տեսեք, չէ, անգրագիտություն են ասում են մենք վերցնում ենք այդ թուրքերը փոխհատուցում ենք։ Իրենք լավ բան են անում, բայց դրա մատուցման ձևը ուրիշ ձև պետք է լինի։ Ինքը ոչ թե պետք է ասի թուրքերն են այս բան անում, այլ օրինակ, չգիտեմ, իրենց պահակի տարիքին համարժեք ինչ-որ բան են, փող են տալի, չգիտեմ, ինչ-որ նա ձևակերպում պետք է տրվի դրան, գրագետ տնտեսագիտական։ Դա կարող լինի մրցույթ, դա կարող լինի սուբսիդիա, չգիտեմ, ամեն ինչ-որ, բան ասենք այդ ճյուղի ֆինանսավորման համար ինքը օրինակ վարչապետի գրանտ սահմանի տա, ինչ ուզում եք կարող անենք, բայց դրանք պետք է լինեն գրագետ, դրանք պետք է անել այնպես, որ այո, պետք է պետական հորբանավորչություն լինի ամեն ինչի։ Պետությունը պետք է միջամտի տնտեսությանը։ Դա շատ շուտվանից այդ կոնսենսուսը կա։ Ինչու, որովհետև մենք չենք կարող ամեն ինչ թողել ազատ տնտեսությանը, որովհետև ազատ տնտեսությունը ինքը տնտեսությունը կառավարում է շահույթ ստանալու նպատակով։ Իսկ կան այնպիսի հանրային ծառայություններ եւ այնպիսի սահմանադրական պարտականություններ, որոնք պետք է իրականացնի պետությունը, ու այդ պետությունը պետք է ունենա ֆինանսական բան։ Հետևաբար ինքը պետք է տնտեսության կառավարմանը մասնակցի։ Լավ, շնորհակալություն, պարոն Մանուկյան։ Ստեփան, մի հատ օրինակ բերեմ այս դրան։ Ես ուղղակի շատ կարճ ունի Հոլանդիայի օրինակում, երբ որ հեծանվային իրենց այդ մշակույթի սկիզբն է դրվել, իրենք բոլոր տնտեսվարողներին խոստացրել են, որ յուրաքանչյուր հեծանի վարող աշխատակցի համար իրենք 1 տարվա ընթացքում 500 եվրոյի փոխհատուցում են տալու, եթե այդ անձնավորությունը 1 տարի շարունակ հեծանի ոգին աշխատանքի եւ գա, բացի հեծանի ոգին բերել նաև այդ փոխհատուցումը։ Ինչ ժամանակի ընթացքում վերածվել է մի ամբողջ ոչ միայն մշակույթի, այլև վերածվել է նաև արտադրության։ Այսօր հեծանիների արտադրության ամենախոշոր բաներից մեկը, երկրներից մեկը Հոլանդիան է, դրա բազմաթիվ դրսևորումներով։ Նույն բանն է, որ քաղաքականությունը դրված է եղել եւ պետությունը հստակ մեխանիզմով ինչ-որ ձև է գտել անձին շահագրգռելու, որպեսզի նա շարունակի այդ քաղաքականությանը հետևել։ Հիմա նույն բանը անում են այստեղ են անում բան։ Բայց դե ճանապարհներ կան։ Ուղղակի դա պատճառներն են տարբերել։ Առավոտ 6-ից անում են։ Հա, այդ Չէ, հիմա պետական ծրագիրն է։ հաստատ։ Հեծանի գնելու հարկավորման ծրագրերն են, ծրագրի բան են։ Բայց ճանապարհը
Ճանապարհը կապ չունի, հեծանին է կարել։ Ես կատա չեմ անում։ Ես գիտեմ, այսպեսի ծրագիրը դրոսներից ստիպում են արվել հեծանին։ Հիմա նաև սուբսիդավորման ծրագրեր են ուզում իրականացնել, հեծանի գնողների համար։ Միացություն հարցերի ես։ Խնդրեմ։ Ես ուզում եմ պարոն Չալաբյանի զուտ տեղեկատվական։ Մի հատ հարց տա, եթե ասացիք, որ անցած տարի 363 միլիարդ կազմել է բանկերի շահույթը, ինձ հետաքրքրում է ֆիզիկական անձանց վարձավորման մասով ունեք այդտեղ տվյալության մարզվածները, բանկերը ինչքան շահույթ են ստացել, որ մարդկանց վարձեցրել ֆիզիկական անձանց։ Կոնկրետ ինչքան եկամուտ է։ Դենց բացվածք չկա։ Բայց ասացի, որ վարկերի կեսը ֆիզիկական անձանց է։ Է ֆիզիկական անձանց իմաստով եմ ասում, չկա, 363 միլիարդ չի բանկի Ես հարցս անեցի։ ֆինանսական հաշվետվությունը Ճանապարհակում չի կարող։ Իհարկե։ Կարանք մոտավոր պատկերացնենք, բայց հստակ թիվ որ գրեն եկամուտից այսքանը ֆիզանձից է, չէ։ Կա տոկոսային եկամուտ եւ ոչ տոկոսային։ Եվ շնորհակալություն, որ քանով հասկանում եմ արդեն բոլորը պարոն Մանուկյանին խնդրել։ Ես ուզում եմ անդրադառնալ Ձյունիկի հարցին, Նիկին Մինասյանին։ Ես համաձայն եմ պարոն Անանյանի հետ, որ տնտեսությունը եւ քաղաքականությունը շատ սերտ կապված ոլորտներ են։ Ինչ վերաբերվում է նրան, որ ռազմավարական տնտեսական որոշումները պետք է կայացվեն պրոֆեսիոնալներով, փորձագետներով, համաձայն եմ Տիկին Մինասյան։ Սակայն Հայաստանի պայմաններում դա կարող ենք ասել կայացած երկրների մասին։ Այսօրվա Հայաստանի պայմաններում ես սկզբից իմ խոսքի նշել էի, որ պետք է իրազեկվածությունը հանրության բարձրացնել, որ գոնե այդտեղից որոշում կայացողները մի քիչ նեղվեն ու ճիշտ որոշումներ կայացնեն։ Ինչպես ասեմ, ճնշում, ինչ որ որևէ ճնշում լինի, այդ պատճառով պետք է հանրությունը տեղեկացված լինի եւ որոշումները ըստ ինֆորմացիայի եւ փաստերի իրականացնել։ Շնորհակալություն կանեմ, երբ որ խոսում ենք հանրության մասին, հանրության պետք է տեղեկացված լինի։ Մենք պետք է խոսենք նաև փորձագիտական հանրության մասին, մասնագիտական հանրության մասին, որոնք իրար հետ նման հնարավորություններ ունենան, արտադրություններ, որտեղ կարող է խոսել տարբեր մասնագիտության դերերի միմյանց փոխանակեն դրանները եւ քաղաքացիների տնտեսագետների, տնտեսագետները չնայած արևելագետներ, կրոնագետների, լուսել, որտեղ կրոնը այսօր դառնում արդեն քաղաքական շատ լուրջ կատեգորիա, միշտ եղել է, բայց հիմա որոշ պատճառներով ավելի սրվել է եւ դրա դերը մեծացել է, դա երևի ինչ-որ առումով կապված է նաեւ Միացյալ Նահանգների ընտրությունների հետ եւ գազայի դեպքերի հետ, բայց ամբողջ խնդիրը դա որ հանրությունն պետք է մենք ունենանք, պետք է ձևավորենք, փորձագիտական հանրություն պետք է ունենանք, հարթակներ պետք է լինեն, այդ հարթակները ոչ միայն հանդիպել խոսել, որը չափազանց կարևոր է, այլ նաև հոդվածներ տպագրել, կոնֆերանսներ անել, ինստիտուտի մասնագետների հետ հանդիպել, մեր 20 թվականի պարտությունը, ես մի քանի անգամ ասել եմ, դա մեր մտքի պարտությունն է, քաղաքական մտքի, տնտեսագիտական մտքի, անվտանգության, ռազմական մտքի, մենք մտքի կենտրոններ չունենք եւ մենք սպասենք 20 թվին այն ինչը դեռևս 10 քանի տարի առաջ շատ մարդիկ սա կանխատեսում էին, բացատրում էին ինչի համար կլինի, ոնց կլինի, բայց մեր մոտ չկա այն կենտրոնները եւ մենք մոտ չկա քաղաքական կուսակցություն կոնտնենք, որ չկան այն ինչ-որ կոչվում է քաղաքական կուսակցություններ եւ կապը մտավոր կենտրոններից քաղաքական կուսակցություններ դա մտքի կենտրոններ են, չէ, որոնք վերոց ծավալ է խոսալ եւ նաեւ նման կուսակցություններով խորհրդարանական կառավարման երկիր են արել, դա լրիվ կատաստրոֆա է մեր համար
ինչի համար արվեստներ արդեն տարբեր տեսակետներ գոյություն ունեն։ Համենայն դեպս ես բոլորի շնորհակալ եմ, որ մեր հրավերը ընդունեցիք։ Մենք այս ինչ-որ անում ենք անձնական միջոցներով որևէ ֆինանսավորություն ենք, բայց հուսում եմ, որ ամենայն դեպս հատկապես պարոն Մանուկյանի համառությունը հաշվի առնելով մենք կարողանանք նաև ինչ-որ դեպքեր ուզել, որ ավելի հիմնավոր նման հավաքներ կազմակերպել եւ ոչ միայն հավաքներ եւ հույս ունենանք, որ դա կլինի բարեկից նաև մյուսների համար, մյուսները նույնպես նման կենտրոններ կփորձեն ստեղծել եւ քաղաքական միտքը սաղմերը կտացավ սրտի 21-րդ դարում մենք խոսում ենք սաղմերի մասին, այլ ոչ թե նորմալ կայուն քաղաքական մտքի մասին։ Շնորհակալություն։ Մի բան ուղղակի ամփոփելու համար, ինչքան հասկացա, կոնսենսուսը այսօրվա քննարկումների նրանում է, որ ոչ Եվրոմիությունն ենք ընտրում, ոչ ԵԱՏՄ-ն, երկուսը միասին ենք ընտրում, փորձում ենք բալանսավորել եւ դրա հետ միասին փորձում ենք նաեւ ալտերնատիվ ուղիներ փնտրել, թե հարևանների հետ, թե ուրիշ փոքր երկրների հետ, թե մեծ իմպերիաների հետ, բայց փորձում ենք բալանսավորել եւ շարունակել այդ մեր պրպտումները, որ տնտեսությունը կարողանանք զարգացնել։ Մենք ընտրում ենք մեր ազգային պետական շահը։ Ես կարծում եմ, որ երբ որ խոսում ենք ԵԱՏՄ-ի մասին, մենք պետք է նաև BRICS-ի տեղի նկատում ենք։